Շնորհակալություն հարգելի գործընկերներ, մենք հենց նոր մերժեցինք ընդդիմության առաջարկը ազգային ժողովի նիստերի օրակարգ ընդգրկել ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը քննարկելու մասին, բայց մի հետաքրքիր իրոնիա կա էլի այս ամեն ինչի մեջ։ Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին են ուզում խոսել երկու խմբակցություններ, որոնք ընդամենը 6 ամիս եւ արդեն 2 օր առաջ քաղաքապետ ընտրեցին, այսինքն իրենց աջակցությամբ քաղաքապետ ընտրվեց Գյումրիում մի մարդ, որին պահանջվեց ընդամենը 6 ամիս 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, որպեսզի ինքը կաշառք լափի եւ բռնվի։ Փայլուն կառավարչական ունակություններ ունեք դուք այս երկու խմբակցություններով։ Ու եթե ձեզ թվում է, որ դուք ուղղակի կողքից sense աջակցում եք, բան, ըստ ձեր լեզվամտածողության քաղբանտարկյալ Վարդանիկին, դուք սխալվում եք, դուք ուղղակի չեք աջակցում, դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառալափության համար։ Դուք երկու խմբակցություններդ եւ ուժերը, որոնք ներկայ են ստեղ։ Ուրա Մարտուն Գրիգորյանը ուրա, ինքը ամենամեծ պատասխանատվությունն է կրում, որովհետեւ ինքը անձամբ էր մասնակցում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, համայնքային ընտրություններին եւ ձայնը տվել է Վարդան Ղուկասյանին, որը ըստ հակակոռուպցիոն կոմիտեի 6 ամիս 1 օր հետո կաշառքա կերել կամ ուզեցել է ուտի եւ բռնվել է։ Հայաստան Դաշինքը, ձեր Հայաստան Դաշինքի նախկին անդամ ինչ էր, Անդրանիկ Թևանյանը, ես վերջերս էլ նոր անդամ Հայաստան Դաշինքից միացավ Անդրանիկ Թևանյանի բանին, ինչ ասեմ, պրոքսի ուժին։ Երեք տեսա Գերան Մանուկյանն էր խրոխտ կերպով պաշտպանում ըստ հակակոռուպցիոն կոմիտեի կաշառակեր սրիկային։ Ու դուք եկել խոսում եք ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին, կառավարումը լիակատար ձախողել է Գյումրիում։ Ես մտածում եմ, ես անկեղծ լինեմ, շատ մարդիկ մտածում են, դե լավ, փաստորեն այս նախկինները վերադարձան Գյումրիում, գուցե մի փոքր փոխված լինեն ու այս անգամ կաշառակերությամբ չզբաղվեն։ Պարզվեց չէ, Շնորհակալություն։ Այդ ժողովրդի քվեի մասին եք խոսում, պարոն Մինասյան։ Ինչ ժողովրդի քվեի մասին եք խոսում, ասում եք ժողովրդի քվեով։ Ժողովրդի քվեն Գյումրիում բաշխվել է հետևյալ կերպ։ Ժողովուրդը երկու անգամ ավելի շատ ձայն տվել է քաղաքացիական պայմանագրին, դուք էլի ինչ-որ մկանցակ եք մտել, ինչ եք մտել, ձեր անունով առաջադրված չէիք, որտեղ գիտեք, որ մարդիկ նողկում են ձեր քաղաքական ուժից, պարոն Մինասյան։ Պատիվ ունեմը գնացել էր Մարտուն Գրիգորյանի դեմքով գնաց ժողովրդին խափեց, սուտ ասեց, sense կանգնեց, ասեց ԿՊ-ն Վարդանիկի միջոցով ուզում է քաղաքը տանի, ձեները մարդկանցից հավաքեց, գնաց ու այդ ձեները ծախեց Վարդանիկին ուղիղ իմաստով։ Գյումրու ու Սերժ Սարգսյանի միջև ընտրեց Սերժ Սարգսյանի, Սերժի ասելով ընտրեց Վարդանիկի, ու դրանից հետո տեղի ունեցավ այն ձեր քաղաքական այդ սիմբիոզի, ձեր քաղաքական այդ խաչասերման, Սերժա-Քոչարյանական խաչասերման արդյունքում քանի ամիս տևեց, չէ, քարոզարշավը տևեց 20 օր, այդ 20 օրվա այդ խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը, ու բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետքա կոռուպցիոներ լինի, ժողովուրդ ջան։ Չի կարա կոռուպցիոներ չլինի, չի կարա լափակեր չլինի, չի կարա լափից կտրված չլինի։ Դուք հասկանում եք, ախր մարդը մտել աշխատասենյակ, ասում է, այստեղ սաղ ժուչոկներ են, զգուշ է պետք լինել, բան, պրիվետ տղեկ, բան, արա նույնիսկ այդ հասկանալով այդ մարդը չի կարում իրան զսպի։ Ժողովուրդ ջան, ձեր քաղաքական թիմերը կաշառակերության տեսանկյունից նարկոման են։ Կաշառքը լափը ձեր քաղաքական թիմերի նարկոտիկն է։ Ասենք հերոինից երևի այդ նարկոմանները այդպես կախվածություն չեն ունենում, ոնց որ դուք ձեր քաղաքական թիմերն էլի նկատի ունեմ, ձեր արժեհամակարգային իմաստով ունեք այդ կաշառ կոչվածից։ Եկել են ասում, պետության կառավարումը իմպիչմենտ, պարոն Մամիջանյան։ Ձեր երկու քաղաքական թիմերին մի պստիկ իշխանություն էր տրված Գյումրիում, միանգամից վերադարձակ ձեր սիրած գործին։ Միանգամից վերադարձակ ձեր սիրած գործին։ Հիմա եկել ասում եք կներեք, հիմա եկել ասում եք մեզ պետության իշխանություն տվեք։ Որ գաք ինչ անեք։ Նորմալ մարդը sense в здравом смысле ձեր աշխատանքային լեզվով ասած, ձեզ մի հավաբուն չի վստահի, որ դուք կառավարեք։ Հավերին կտանեք, անեց կծախեք, ասենք մարդկանց աչքերը բաց կմնա, եկել է մեզ պետություն վստահ։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ ասել, որ միակ ճգնաժամը, որ կա, դա անդիմության քաղաքական, գաղափարական եւ բարոյական ճգնաժամն է, որի հետ մենք գործ ունենք, եւ դա հաստատուն քայլերով ճգնաժամից վերածվում է վախճանի, եւ դրա ամենավառապացույցը, այո, Գյումրիում տեղի ունեցած ու երեք բացահայտված կաշառակերության այդ շռնդալից դրսևորումներ, որովհետև գիտեք ընդդիմությունը հարգելի գործընկերներ, դուք ձեր քաղաքական ուժերը տոհմիկ կաշառակերության ջահակիրներն են, հասկանում եք, ես պատկերացնում եմ, էլի, օրինակ Վարդանիկը, ես պատկերացնում եմ Վարդանիկը ինչքան է սпасել այդ օրվան, որ ինքը դառնա քաղաքապետ, ասես ես հələ բերեք տենամ ինչ կա չկա ստե։ Ու հասկանում եք Վարդանիկը ոնց որ ձեր անոնսն է, ոնց որ ձեր անոնսն է, ձեր իշխանության հիմա մենք թիզերը կամ, հա, էլի Վարդանիկը, կարելի է նայել Վարդանիկին եւ տեսնել թե ինչ կլինի, եթե հանկարծ մի օր դուք իշխանության գաք։ Այդ այսպես բան եք անելու, sense բանը ձեր ախորժակները բացվելու է, որ ոնց եք դուք գալու հերթական անգամ անելու են, որին որ դուք ընդունակ եք։ Միակ բանը, որին դուք ընդունակ եք, դա է կաշառակերություն, ընդ որում շատ մանր, շատ ինտելեկտը չպահանջող, ընդ որում միշտ դա հիմնավորելով ինչ որ ազգային, այս բաները չէ, նախագիծներ ազգային ազգային կաշառակերություն չի դա։ Բա որ այդ կաշառակերությունը բանը անում, ասում է եկեղեցուն պարտք են պիտի տամ։ Դուք հասկանում եք, դուք եկեղեցին դրել եք կաշառակերության զոհասեղանի վրա եւ ինչքան կարողացել եք եկեղեցին ու բոլոր սրբությունները ոտնատակ եք տվել։ Ու հիմա եկել խոսում եք արժանապատվությունից ազգայինից եք խոսում։
Դուք ասում եմ, դուք կաշառակերության ջահակիր ասպետներն եք, դուք տոհմի կաշառակերության բանն եք, որ հանրությունը միշտ ու Վարդանիկը իրականում։ Վարդանիկը բանն է, այդ ամոթի հուշարձանն է, որը քայլող կենթանի հուշարձան էր, երեք էլ վազում էր։ Վազող հուշարձանն է Վարդանիկը կաշառակերության, եւ մարդիկ տեսան դա, եւ պիտի միշտ դա դաշվի մեր ժողովրդի հիշողության մեջ, որ մենք չմոռանանք ձեզ։ Որտեւ լավ է, որ դուք կաք, որ մարդիկ չմոռանան, որտեւ մենք միշտ կանգնեցնում ենք օրինակելի մարդկանց հուշարձանը, բայց պետք է նաեւ երբեմն այդպես ամոթի հուշարձաններ լինեն, որ նայենք ձեզ եւ իմանանք թե ինչից է պրծել է ժողովուրդը։ Ազգային ճգնաժամ, չէ՞ մի չէ։ Ընդդիմության քաղաքական վախճանի մասին էր այս նախագիծը։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ընդհանրապես հարց առաջացնում ընդդիմության գործունեությունը, երբ սա արդեն որրորդ հայտարարության նախագիծն է, որը բնականաբար մեր ընդդիմադիր գործընկերները վստահ են, որ չի ընդունվելու եւ մերժվելու է ԿՊ-ի կողմից։ Եվ ըստ տրամաբանությանը անկեղծ ասած չեմ հասկանում, որովհետև ենթադրվում է, որ եթե իսկապես նպատակը որևէ հայտարարության ընդունումն է, նախ եւ առաջ նախքան նախագծի շրջանառության մեջ դնելը, տրամաբանորեն պետք է քննարկվեր քաղաքացիական պայմանագրի, այսինքն մեծամասնության հետ, որպեսզի նախագիծը ընդունվեր։ Բայց բնականաբար մենք նմանատիպ գործունեություն եւ գործելակերպ չենք տեսնում հայտարարություն կամ հայտարարության տեքստի համար, որը գալիս է այստեղ եւ մերժվում է եւ այստեղ հարց է առաջանում, ինչով եք դուք զբաղված, հարգելի գործընկերներ, եւ ինչն է այս ամեն ինչի իմաստը։ Հայտարարություն եք ուզում տարածեք, պարոն Մամիջանյան, ինչ եք վերում այս նիստի օրակարգ եւ պարտադիր ուզում, որ մերժվի ձեր նախագիծը։ Ձեր հայտարարությունն է, տարածեք, մի բերեք ստեղ կամ եկեք ստեղից ելույթ ունեցեք, ելույթի տեսքով տարածեք։ Եվ երկրորդը ինչ վերաբերվում է Գյումրի քաղաքում տեղի ունեցածի հետ կապված եւ պարոն Մինասյանի ելույթի հետ կապված, ես մի հարց ունեմ մեր ընդդիմությանը եւ կխնդրեմ անպայմանորեն անդրադառնալ այս հարցին։ Հիմա որ պարզվի, որ քննությունը ապացուցի, որ տեղի ունեցել կաշառք։ Դուք ձեր դիրքորոշումը, պարոն Մինասյան, մասնավորապես ձեր, որն առնելու կամ եթե պարզվի, որ կաթողիկոսը իսկապես դրթել է կամ, չգիտեմ, սահմանափակել է X հոգեվորականի գործունեությունը կամ քաղաքական դրդապատճառներով սահմանափակել է դա։ Պետք է արդյոք կաթողիկոսը ենթարկվի քրեական պատասխանատվության թե ոչ։ Խնդրում եմ պատասխանեք այս հարցին։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Ստեղից ասում եք չկա օրինական ուժի մեջ մտած վճիռ, ձեր դատական համակարգը ռեպրեսիաներ։ Ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ հենց ձեր թիկունքում նստող падգամավորը Տիկին Աննա Գրիգորյանը, այս ուղիղ մի 7-8 ամիս է գլուխները ստարել է անիվ ասելով։ Այդ անիվը, իդեպ այդ անիվի թեման էլի առհասարակ դաշտ է եկել, որտեղ այդ նույն իրավապահ համակարգը, մեր իշխանության ժամանակ նույն իրավապահ համակարգը սկսել է ուսումնասիրություն, բացահայտել է այս կամ այն դրվագները, ու դուք այդ ուսումնասիրությունը վերցրել եք Տիկին Գրիգորյանը, դա սարքել է բան։ Քաղաքական գոյութենական իմաստ որպես այդպեսին օրը մեջ գալիս է այս ամբիոնից ասում ասում նորմալ է մեկը ասում ենք խիղ խոսում օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա չէ հակառակը մենք ասում ենք մենք ձեզանից շատ ենք շահագրգռված որ թե ինչ որ կոռուպցիոներ սրիկա կա ով որ զբաղվել է կոռուպցիայով մեր իշխանության օրոք ինքը ավելի խիստ պատժի արժանանա մեր ու ձեր տարբերությունը այդ է որ երբ որ ես օրինակ ինչ որ մեկի հասցեին մեղադրանք եմ լսում առաջի բանն է որ գնացեք parzեք եթե մեղավոր է բռնեք դատեք բայց դուք տենց չեք կարող որտեղ ձեր քաղաքական գոյության իմաստը հիմնված է այդ կոռուպցիայի վրա ձեր քաղաքական փոխգործակցությունը, ձեր քաղաքական գոյությունը, հանրապետականի հետ, Քոչարյանի հետ, այս մեկի հետ, այն մեկի հետ, այդ կոռուպցիան է։ Այն ապօրինի գույքն է, որը որ դուք ունեք, ժողովուրդ ջան։ Էդ է։ Դե էդ է իմաստը, թե չէ գալիս եք ստեղ չափածուցված հիմքերով, ինչպես կարելի է առանց դա օրինական ուժի մեջ մտած վճռի, բա ո՞նց եք տենց դուք բան անում, բա ժողովուրդ ջան։ Բանիֆի թեմայով խեք խոսում։ Դե ոնց ծպտուն մի հանեք, անիֆի մասին մենք կխոսանք, մենք մեկը ձեզանից լավ ենք խոսում, թե այդ առումով, թե մնացած առումներով։ Բախի եք խոսում, պարոն Մինասյան։ Տիկին Գրիգորյանը բախի է խոսում։ Զապիսը բերել են, միացրել են, մեջը ասում ասում արա միլիոններ է, լսում եք, բայց իջա խոսում Վարդանիկը, ձեր Վարդանիկը։ Ասում արա միլիոններ է այդ թեմայի մեջ։ Ասում է գնա ասա, թող բան անի, եկեղեցու բաներին նկարիչներին փող են πάρ, թող դուք եկեղեցին եք այդ վիճակի սարքել։ Դուք ու կտրիչը գլխավորելով հակաեկեղեցական շարժումը Հայաստանի Հանրապետությունում։ Եկեղեցին սարքել եք կոռուպցիայից ստացած փողերի լվացման ինչ որ մի հատ տեղ։ Ու դա ամոթ է, դա ազգային ամոթ է։ Ու կտրիչը որպես հակաեկեղեցական շարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետություն պետք է հեռացվի Բեհարանից։ Սիրելի գործընկերներ, նախ, հա ինչ իրավունք ունեմ բայց ելույթ ունեմ։ Ձեր ցավը տանեմ, էսի նոր թվալ բան է, չէ՞։ Նոր մտքերի փոխանակություն է, չէ՞։ Հետևաբար բայց հարգելի գործընկերներ, հիմա ուշադիր, նախ Քրիստինե Վարդանյանի համար հատուկ։ Այս պահին Հայաստանում ընդդիմադիր համայնքապետերն են Մասիսի Նոյեմբերյանի, Գորիսի, Կապանի, Տաշիրի, Աբովյանի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Նորհաճնի, Բերդի, Եղեգնաձորի, Ապարանի, Քաջարանի, Վարդենիսի, Թումանյանի համայնքապետերը։ Էլի կան համայնքապետեր, որոնք բան չեն։ Ինչ եք ընդհատում։ Ինչ եք ընդհատում ինձ։ Ինչ եք ընդհատում ինձ։ Ես ձեզ ընդհատում եի։ Դե լռեք։ Հաջորդը։
այս ընդդիմադիր համայնքապետեր են, կան նաև ոչ իշխանական համայնքապետեր, որոնք ընդդիմադիր դիրքավորված չեն։ Այս թվարկեցի, չէ՞։ Հիմա իրանցից ով է բանում, ում են հեռացրել ուժով, ով է բանտարկված, ոչ ոք։ Հաջորդը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ օրինակ Վաղարշապատ համայնքի համայնքապետը ԿՊ-ից էր, որը հեռացավ, ու եթե չեմ սխալվում, ես վերջերս էլ մամուլում կարդացի, որ մեղադրանք է իրան առաջադրված։ ԿՊ-ից է, հասկանում եք։ Սա ապացույցն այն բանի, որ մեր դեպքում տարբերություն չկա, ով որ ուժից է։ Եթե կա կասկածան, պիտի քննվի։ Հաջորդը, պարոն Մինասյան, ստուգեցի։ Եվ բարձվեց ինչ։ Բարձվեց պարոն Չարչյանի գործը, փաստաբանն է, փաստաբան Էրիկ Ալեքսյանը նշել է, օրինակ, 4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը, Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց եւ այլն եւ այլն։ Այսինքն ավարտվել է։ Հիմա սպասում եմ ձեզ, եկեք դատապարտեք։ Ձեր հետ առաջարկում եմ դատապարտել եւս մեկ բան։ Պատիվ ունեմ Դաշինքի ներկայացուցիչը, եթե չեմ սխալվում, դատապարտվել է 2021 թվականին ընտրակաշարք բաժանելու համար։ Խնդրում եմ, եկեք ստեղից դատապարտեք, չեմ ասում պատիվ ունեմ Դաշինքին դատապարտեք։ Դատապարտեք ընտրակաշարքի համար դատապարտված անձին։ Դա կլինի ազնիվ, դա կլինի անկեղծ, դա կլինի սկզբունքային, դա չի լինի երեսպաշտ։ Շնորհակալություն։ Այսօր կարծես թե քաղաքականից իրավականի եւ հակառակը թարգմանելու անհրաժեշտություն կա։ Հարգելի գործընկերներ, ուրեմն նայեք, կաշառակեր սրիկան դա քաղաքական գնահատական է, որովհետև այո, քաղաքական գնահատական է, որովհետև եթե անձը դատապարտում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, այն դատապարտում է կամ կաշառք ստանալու, կամ կաշառք տալու, կամ կաշառքի միջնորդության համար։ Չեն դատապարտում, դատական ակտի մեջ չի գրվում, որ այս մարդուն հռչակում են կաշառակեր։ Կաշառակերը քաղաքական նեգատիվ կոննոտացիա ունեցող արտահայտություն է, եւ այո, դատապարտել եւ ցանկացած կաշառակեր սրիկա պետք է դատապարտվի։ Ինձ թվում է այստեղ առնվազն պետք է կոնսենսուս ունենանք։ Պարոն Չարչյանը այլևս չի զբաղեցնում ազգային ժողովի падգամավորի գործառույթը, նա հանդես է գալիս որպես մասնավոր անձ, ես նաեւ բոլորի խորհուրդ պետք է տամ ճանադառնալ մասնավոր անձանց, որոնց անձնական կյանքը ավելի մեծ պաշտպանություն ունի, քան հանրային տիրույթում գտնվող անձանց, բայց այդուհանդերձ կարծես թե պարոն Մինասյան, եթե չեմ սխալվում, Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքն, որ վարույթ չի ընդունել, հետեւաբար ակտը գտնում է օրինական ուժի մեջ, այսքանով առանց որից մեկնաբանության կտվեմ այս հատվածը, բայց ճիշտ ասած ինձ զարմացնում է այս քննարկումը, որովհետև կարծես թե խոսքը գնում էր ճգնաժամի մասին, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունում, բայց երբ որ մենք քննարկում էինք մեր ընդդիմադիր գործընկերների հետ հայտարարության նախագիծը, մի պարզ հարց բարձրացվեց։ Տեսեք, մեզ մոտ կառավարությանը անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է ներկայացնել նոր վարչապետի տեխնացու։ Դասական խորհրդարանական կառավարման ցանկացած երկրում դա լինում է ընդդիմության առաջնորդը կամ միասնական առաջնորդը։ Մենք դες չհասկացանք ում է պատրաստում եւ ում է դիտարկում ընդդիմությունը որպես միասնական առաջնորդ, որտեղ տեսեք Դավիթ Համբարձումյանը անունը տվել է պարոն Մամիջանյանը հանուն ճշմարտության, բայց հետո հարցին թե սա նշանակում է արդյոք որ Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմ խմբակցությունը ունեն մեկ միասնական առաջնորդ եւ այլևս այլ մարդկանց անուններ չի շոշափելու, ասացին չէ, սա այդքան էլ տեն չի, որտեղ մեր առաջնորդները շարունակում են մնալ։ Սա խնդիր է, որովհետեւ չի կարելի իշխանությունը պարզապես ուզել, հանձնել, բայց ում չհասկանակում ու չհասկանաք թե ինչու։ Իսկ ում ընդդիմությունը եւս պետք է կողմնորոշվի ընդդիմության առաջնորդի հարցում նոր գա եւ շարունակի քննարկումները։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Իրականում այս օրենսդրական նախագիծը երեխաների մասին կենացից անցում է հողի վրա երեխաների հանդեպ հոգատարության, որտեղ մինչև հիմա դա եղել է կենացների մակարդակով։ Իհարկե հարցը քննարկվել է Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական գնահատական։ Բայց այստեղ նաև կուզեի առանձնացնել, որ երևի թե շատ քիչ լսումներից էր, որտեղ կային լրիվ տարբեր ոլորտներից մարդիկ, բայց կար կոնսենսուս, իհարկե բացառությամբ մեկ թյուրիմացության դեպքի, մնացած առումներով կուզենայի կարևորել այս օրենքում ինչի եմ ասում, որ սա հողի վրա հոգատարություն է, որովհետև այս մինչև հիմա չի եղել մասնագիտական մոտեցում կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխայի նկատմամբ։ Ոչ բանով Էլի եւս մեկ անգամ ես պնդում եմ, այս շատ կարևոր օրինագիծ է, որը ես կձևակերպեի երեխաների մասին կենացից անցում հողի վրա հոգատարության նրանց մասին, խնդրում եմ պատեհ պահի արժանացնել այս օրենքը դրական քվեով։ Շնորհակալ եմ։ Ինձնից չեք վախենում, պարոն Խաչատրյան, հանգիստ ազատ խոսքից եք վախենում, բայց թողեք խոսեմ։ Պարոն Խաչատրյան, գնացեք բողոքեք, ձեր բողոքը հաշվի կառնեք։ Տեսնենք։ Հարգելի գործընկերներ, ինձ թվում է, որ ընդդիմության հիմնական խնդիրը այն է, որ իրանք չեն գիտակցում ուղղակի Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին ժողովուրդը ինչ է արել։ Ըստ էության իրանք փորձում են համեմատել Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ի վերաբերյալ իրանց քաղաքական հետապնդումները հիմիկվա իրավական գործընթացների Վարդանիկի, ասենք, օրինակ ըստ քննչական մարմնի եւ մեղադրանքի եւ մեր լսած այդ գաղտնալսումների ենթադրաբար կաշառք վերցնելու մասով եւ ուզում համեմատություններ տանեն։ Դա նույնն է, ինչ որ ասենք օրինակ չգիտակցել եւ ընդհանրապես
չհասկանալ, թե Հայաստանում ինչա տեղի ունեցել։ Այն որ դուք այս ամբիոնից կարողանում եք ընդհանրապես խոսել, ազատ խոսքով հանդես գալ, ձեր քաղաքական ուժը որ կարողանում է իր քաղաքական հայացքները ազատ արտահայտել, դա այդ ժողովրդական թավշյա հեղափոխության արդյունքն է։ Չի կարելի դրանից առաջվա եղած քաղաքական ռեպրեսիաները, հետապնդումները, զուգարաններում մարդկանց նկատմամբ տեղի ունեցած հաշվի հարդարները, այդ ամբողջ մարտի 1-յան, հոկտեմբերի 27-յան այդ ամբողջ ներկա պնակը համեմատել հիմիկվա ժողովրդական Հայաստանի հետ, որտեղ ամեն ինչ բաց, թափանցիկ եւ կարծում եմ, որ ժողովուրդը ընդհանրապես որևէ կասկածի տակ չի դնում, որ եթե մեկը կաշառակեր է, եթե մեկը փորձել է իր իշխանական դիրքը օգտագործել եւ հարստանա եւ օրենքներ խախտի, չի դատապարտվելու։ Նման կասկած չկա, հասկանում եք, իսկ այն ժամանակ ձեր արած ամեն մի քայլի վերաբերյալ կասկած կար։ Եվ դա ժողովուրդը իր համար ապացուցված համարելով ձեզ ուղղակի մերժելով հերացրել է իշխանությունը, հասկանում եք։ Դուք դա պետք է հաշվի առնեք։ Եթե դուք դա հաշվի չեք առնում, դա նշանակում է, որ քաղաքական հասունություն չունեք։ Այսքանը։ Շնորհակալություն։ Նախ ես կարծում եմ, որ բավարար չի, որ դուք հարգելի գործընկերներ եւ ոչ թե պարոն Մինասյանը այլ ընդդիմությունը ընդհանրապես դատապարտի, այն ինչ որ տեղի է ունեցել Գյումրիում, որովհետեւ դուք ոչ թե ուղղակի կողմնակի դիտորդ եք, հանդիսատես կողքից որ պիտի դատապարտեք, դուք բանն եք, դուք Վարդանիկի բան եք, զուգընկերն եք։ Դուք այդ տանգոյի մեջ Վարդանիկի զուգընկերն եք եղել։ Չէ, զուգընկերն էլ չէ, որովհետեւ ուզում եմ ինչ օրինակ բերեմ, որ պոլիտկորեկտ լինի, որովհետև կան օրինակներ հիմա մտքիս մեջ, թե դուք ինչն եք Վարդանիկի հետ եղել այդ ամբողջ պատմության մեջ, այդ եղկելի արարողության մեջ, թե դուք ինչ ոնց եք մասնակցել Վարդանիկի հետ այդ ողջ process-ին։ Բայց դուք ամենևին բան չեք։ Կողքից դիտոր չեք, որ դուք ասեք մենք դատապարտում ենք։ Դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում Վարդանիկի գործողությունների համար։ Այն եղկելի կաշառակերության համար, ինչը որ դրսևորվեց եւ երեք բացահայտվեց։ Եվ ես էլ եմ ասում, ախր ձեր այդ վավաշոտ էությունը էլի հենց մի հատ կաշառքի հնարավորություն եք տեսնում ու միանգամից այս բան եք անում այդ կաշառքի այդ թալանելու, լափելու այդ տարփանքը, որը ձեր մեջ կա, դա ընդհանրապես ոչ միտեղ չի կարելի, հնարավոր չի դա որևէ կերպ հանել, ապա ակտիվացնել ձեր մեջից։ Հնարավոր չի դա։ Ինչ վերաբերում է բան, կդատապարտեք թե չեք դա, իհարկե չեք դատապարտի, որովհետև հիմա ասում եք, եթե լինի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Օրինական ուժի մեջ դատավճիռը կլինի, կասեք, մի րոպե, արդար դատաքննության իրավունքը չի պահպանվել բանի, չգիտեմ, մեղադրյալի։ Որ դա լինի, կասեք, բայց չէ, մեղադրյալի փորը ցավում էր այն օրը, բայց դուք իրան կանչեցիք էլի դատական ակտի, դատական բանիստի։ Հետո որ էդ էլ բացաբան լինի արդեն փարատվի, կասեք, չէ, բայց դատավորի պատմուճանի գույնը դուրներես չէր գալի, դրա համար մենք մեկա չենք դատապարտի։ Պարզավոր չեք դատապարտելու։ Ո՞նց կարող եք դուք դատապարտել ինքներդ ձեզ։ Դատապարտելու լինեք, մինչև հիմա եղածները կդատապարտեք։ Դա դուք ուղիղ մասնակցություն եք ունեցել Գյումրիում Վարդանիկի իշխանության գալուն, դուք ուղիղ պատասխանատվություն եք կրում դրա մեջ, եւ Վարդանիկի գործողությունները ուղիղ ասոցացվում են ձեր գործողությունների հետ։ Այնպես որ խնդրում եմ եւ ձեր ելույթները դրա վկայությունն են։ Խնդրում եմ մի դիստանցավորվեք նրանից, ինչ որ ձեր մի մասն է։ Շնորհակալ եմ, մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ։ Բոլորին վերջերս քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները նախագիծ ներկայացրեցին հանրային հեռարձակողների թիվը 2-ից 3-ը դարձնելու։ Այն ընդդիմությունը, որ այսօր դժգոհում է, թե ինչի են 3-ը 2 դարձնում, դեմ էր, ասում էր ոնց կարապետությունը 2-ը 3 սարքի, ահա ուզում եք ձեզ հերթական քարոզչական մեքենան։ Այս նախագիծը, որ 2-ը դարձել է 3, հարգելի ընդդիմություն, դուք դեմ եք խոսում։ Հիմա եկել ենք ասում ենք 3-ը դարձնենք 2, էլի դեմ եք խոսում։ Ես հասկանում եմ, որ դուք ամեն ինչին դեմ եք խոսում, բայց մի քիչ տրամաբանված պետք է լինի դեմ խոսալը նաև։ Ավելին ասեմ, ունեք իմ նման լիազորություն, ես ձեզանից ոչ մի կետով ավել լիազորություն չունեմ։ Վաղը դրեք շրջանառության մեջ նախագիծ, ասեք հանրային հեռարձակողները պետք է 2-ը չլինեն, 4-ը լինեն։ Ես ձեր հետ հավասար կգնամ ֆինանսների նախարարության հետ լոբինգ կանեմ, կասեմ ճիշտ են ասում այս մարդիկ, թող լինեն։ Հիմա հետեւյալն է հարցը։ Շողակատ անունով հանրային հեռարձակող գոյություն չունի հարգելիներս, հետեւաբար հանրային հեռարձակողի խորհուրդը, որ շատ էլ ուզենա, չի կարող մեկ այլ մասնավոր ընկերություն փակի կամ չփակի։ Հայաստանի Հանրապետությունում այսօր գոյություն չունի շողակատ անունով հանրային հեռարձակող։ Հանրային հեռարձակողները այս պահին 5 սլոտ են զբաղեցնում, բայց օրենքով գրած է 3, այս օրենքը լիներ չլիներ, եթե ինչ որ մեկին ուզենան փակեն, ավելացնեն, փոխեն, կանեին։ Ես հանձնաժողովի նիստին էլ ասեցի, ունեք շատ լավ հաղորդումներ ձեր երկիր մեդիայում։ Երկիրը երկիր է, մեկն է կոչվում, իմ սիրած հաղորդավարն է վարում։ Ըստ ՊԵԿ-ի հաշվետվությունների ձեր մոտ ամենաբարձր աշխատավարձը 80-100 հազար դրամներ։ Հիմա 260 միլիոն դրամ, դուք եկեք ասում եք սիմվոլիկ գումար, 260 միլիոն դրամ, որ հիմա հատկացնենք երկիր մեդիային, ինձ թվում է Գեգամ Մանուկյանը հենց վաղը մանդատը գնի, գնա իր հաղորդումները կսկսի վարել։ Հիմա ի՞նչն է խնդիրը, հարգելիներս, ես ասում եմ բովանդակության մեջ է հարցը, հասկանում եք։ Այո, թող այդ նույն հաղորդումը գա դիմի, ասի ես ուզում եմ 260 միլիոնից, չգիտեմ, 10 միլիոնը իմը լինի։ Հատկացվի գնա եւ այդ հերացակման այդ ապուղու մեջ այդ հաղորդումները լինի։ Ափսոս ժամանակը չի։ Ես կուզեմ նաև որ այո լինի Հայաստանի Ծառայական եկեղեցու մասին հաղորդումներ։ Եվ մեր հանրությունը գուցե իմանա թե հատկապես Սուրբ Ամենակրկիչ եկեղեցու որ սրբապատկերի փողը դեռևս Վարդանիկը չի տվել։ Իսկ այնտեղ կա մի սրբի նկար, որի փողը դեռ չեն տվել, հասկանում եք, մարդիկ գնում հաղորդում են ինչ-որ մի սրբի առաջ, որի փողը դեռ տված չի։ Եվ ավելի աբսուրդն է, որ ուզում են դա կաշառքով փակել, հասկանում եք։ Սա երևի այդ առաջին քրիստոնյա ազգի այդ բանն է, երևի շատ երկար ենք, արդեն տարբեր մոտեցում է։ Ես այդպես չէի տեսել, որ կաշառքով ուզենանք սրբապատկեր փակել։ Հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, հակաեկեղեցական շարժման առաջնորդ Կտրիչ Ներսիսյանը շարունակում է իր ապօրինություններն ու անօրինականությունները հայ առաքելական Սուրբ եկեղեցում։ Այսօր նա կարգալույծ է հռչակել մի քահանայի, ում մեղքը
կայանում էր ընդամենը նրանում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջը ընդունել է եկեղեցու։ Եվ սա շատ տրամաբանական է, քանի որ կատրիչի պահած մայրաթոռը սա է։ Էս ձեր լոգոն։ Ձեր լոգոնը մայրաթոռում։ Կատրիչը ասում է Հայաստանի քաղաքացիներին, որ այո, ինքը քրիստոնյա չի, որ այո, ինքը հայ առաքելական եկեղեցու ներսում մայրաթոռի վարչական տարածքում Հայաստան դաշինքի լոգոյով ատրուշաններ է կառուցելու։ Ատրուշանա, սա ատրուշանա, ժողովուրդ ջան, սա ինչ-որ ուրիշ բան չի։ Սա ատրուշանա, որը կատրիչը կառուցում է։ Ու ցանկացած քահանա, ով այդ ատրուշանի առաջ չի երկրպագում, ով իր սքակիր մորը Քոչարյանի միտինգներին չի տանում, այդ քահանային սպասում մի բան, կարգալուծություն։ Կարգալուծություն։ Իդեպ, կարգապահական վարույթից խոսեցինք, նայում է, երեք մի հարցազրույց էի նայում։ Կարգապահական հանձնաժողովի հայկական ժամանակի հարցազրույցն էր գերմանաբնակ մի նախկին հոգևորականի հետ, որտեղ arczepiskopos-ներից մեկի նկատմամբ ընդհանուր միջև պետոֆիլիայի մեղադրանքներ հնչեցվեցին։ Ես խնդրում եմ մեր քննչական մարմինները առնվազն դրանով զբաղվեն, որտեղ այդ հարցազրույցում ասում էր, որ տվյալ arczepiskopos-ը երիտասարդ այդ տղաներին, ովքեր որ ներողություն ավարտում, եկեղեցական տղաներին ասում էր, ըստ այդ մարդու ասածների, էլի հժում, ասում էր, Տղերքին ասում էր շորտիկ մի հագեք, ձեր ոտքերն ինձ գրգռում են կամ նման մի բան, այս հարցով պետք է անպայման վարույթ հարուցվի, բայց զարմանալի է, որ կտրիչը սրա վերաբերյալ վարույթ չի հարուցում, բայց վարույթ հարուցում, որտեղ վարչապետի տիկնոջը եկեղեցում բան են արել, ընդունել են։ Այս ֆանտաստիկ է։ Հարգարժան փոխոսնակ, սիրելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ես առհասարակ կարծում եմ, որ մենք ճիշտ կլինի նաև մեր ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ շատ երկրներ որևէ հանրային հեռարձակող չունեն։ Բոլոր հեռուստատեսությունները իրար հետ մրցակցում են եւ դա նորմալ է։ Մենք իհարկե որոշակի ավանդույթ ունենք եւ կարող ենք այդ ավանդույթը պահել, բայց կարծում եմ կոնկրետ այն հարցը, որը մենք քննարկում ենք, ինչ որ վերապրուկ է եւ ճիշտ կլինի երաշխավորված տեղ չունենալ ինչ որ մի մասնավոր կազմակերպության համար եւ այդ տեղը բացել մրցույթի։ Տիրին Գալստյան, քանի որ դուք խոսելու եք ինձնից հետո, ապա ես առաջարկում եմ, որ որևէ նոր բան ասեք մեզ ցեղասպանության հուշահամալիրի վերաբերյալ։ Դուք որոշ ժամանակ առաջ ազգային ժողովում հետևյալ տեքստն եք արտաբերել, որ այնինչ կատարվել է հանրապետական նշանակության հուշարձանի հետ, պարզապես վանդալիզմ է։ Վնասվել են եւ վերականգնման ենթակա չեն մույթեր, սալեր, սանդուղք, վերականգնման ենթակա չեն։ Աշխատուժ նավիրել է, ինչպես կարողացել է որոշ հատվածներ անգամ անհնար է նախնական տեսքով վերականգնելը։ Ձեր ելույթից հետո գնացել եք ցեղասպանության հուշահամալիր։ Ինչ եք տեսել։ Հետ կվերցնեք ձեր այս խոսքերը։ Եթե ոչ, ապա ձեր ցանկացած փաստար, օրինակ այդ 600,000 դրամի մասին եւ այլն, արժանահավատ չեն։ Դուք այս ամբիոնից այսպեսի տեքստ եք ասել ցեղասպանության հուշահամալիրի վերաբերյալ ես գնացել եմ եւ տեսել եմ, որ ձեր ասածը սուտ է։ Շնորհակալ եմ։ Պետք է ասեմ, որ միայն մեկ ելույթ հնչեց, որը ինձ մեծապես խոցեց, եւ դա Գեղամ Նազանի ելույթն էր։ Ափսոսում եմ, որ դահլիճից դուրս եկավ, ընդհանրապես պիտի ասեմ, որ երբեք չեմ հասկացել այն պատգամավորներին, որ տիեզերացուն հայտարարություններ են անում ու չեն սպասում 5 րոպե, որ աչքերի մեջ նայելով արձագանք հնչի, բայց ինչև է։ Ես չեմ ընդունում այն զուգահեռը, որ պարոն Նազարյանը իր ելույթում տարավ այս դեպքի շնորհակալություն, որ եկաք։ Պարոն Նազարյան, չեմ ընդունում ձեր այն դիտարկումը ու դատապարտում եմ խստիվ այն զուգահեռը, որ անցկացնում եք այս նախագծի եւ Ամեկ Պլյուսի մեջ։ Պարոն Նազարյան, ինչի դուք չգիտեք, ինչու եւ ինչպես է փակվել Ամեկ Պլյուսը։ Ինչի դուք չգիտեք, որ 7 տարի շարունակ ամենաշատը մեզ քննադատում են, որ ամենապիղծ բովանդակությամբ ընդդիմադիր հեռուստալիքները չենք փակում, բայց մենք մեր արժեքներից ու սկզբունքներից մի միլիմետր չենք նահանջում, հետ չենք կանգնում։ Դες թվում է մեզ հաճելի այդ խայտարակ բովանդակությունը լսել մեր ընտանիքների հասցեին, բայց մենք արժեքներ ունենք, մենք մեր արժե համակարգը չենք դավաճանում եւ նույնիսկ հանրությունը մեզ մեծապես քննադատում է, բայց մենք հասկանում ենք, որ կան կարմիր գծեր, հիմնարար արժեքներ եւ դրանցից մի միլիմետր այն կողմ չենք անցնելու։ Ինչ Ամեկ Պլյուսի օրինակ եք վերում, որ ինչ որ հանրությունը ոնց այդ ամեն ինչ են գալիս։ Սա լրիվ ուրիշ բանի մասին է։ Եվ մեր օրոք Ամեկ Պլյուսների որևէ պատմություն չի կարող կրկնվել, դա մեր ամենացավոտ ու դառը կետերից մեկն է եւ թող չերազեն նույնիսկ։ Իսկ ինչ վերաբերում է այս նախագծին, եւս մեկ անգամ ուզում եմ ասել, Տիկին Գալստյան, հատուկ ձեզ եմ ուզում արձագանքել։ Տեսալսողական մեդիայի մասին օրենքի հոդվածի 10-րդ հոդվածի 5-րդ կետում շարունակում է իմպերատիվ կերպով պահանջը մնալ, պահպանվել։ Այն է լիցենզիա ստացած հեռուստահեռարձակողները պետք է իրենց շաբաթական եթերաժամանակի 20%-ի եթերի բովանդակությունը նվիրեն կամ կրթական, կամ մարզական, կամ մանկական, կամ էլ մշակութային ուղղվածության կոնտենտի։ Սրան որևէ մեկը սրա նկատմամբ ոտնձգություն անել նույնիսկ չի կարող։
Եվ խնդրում եմ իրենց անուններով կոչել։ Այս նախագիծը բոլորովին այլ բանի մասին է, եւ ես կրկնում եմ, եւ ես վստահ եմ, որ շողակաթը չի փակվելու, շողակաթ հեռուստաընկերությունը դիմելու է նաեւ այն ամբողջ գործիքակազմերից, որից կարող է յուրաքանչյուր հեռուստաալիք օգտվել, սա բոլորովին այլ բանի մասին է։ Ափսոսում եմ, որ այս քննարկումը այս տեսակ ուրեմն ձևակերպումներով է ընթանում եւ փորձ է արվում մանիպուլացնել։ Եվս մեկ անգամ հորդորում եմ կողմ քվեարկել եւ ընդունել այս օրենքը։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, այսօր տեղեկացանք, որ Կտրիչ Ներսիսյանը, որը չգիտես ինչու շարունակում է զբաղեցնել Բեհափար Հայրապետի աթոռը, ստիպել է իր ենթականերին, որպեսզի Տեր Արամին, հայ առաքելական եկեղեցու սպասավոր, կարգալույծ անեն, եւ սա հերթական հակաեկեղեցական քայլն է Կտրիչ Ներսիսյանի կողմից, սա չունի որևէ արդարացում, սա չի կարող արդարացվել որևէ կերպ, չունի որևէ հիմք, եւ ես ուզում եմ իմ լիակատար համերաշխությունը հայտնել Տեր Արամին, մեր առաքելական եկեղեցու բոլոր ազնիվ սպասավորներին, բոլոր սրբազաններին, տերհայրերին, վարդապետերին, ամուսնացյալ եւ կուսակրոն քահանաներին, Կտրիչ Ներսիսյանը մարդ է, ով խախտել է Աստծո առաջ տրված իր ուխտը։ Կտրիչ Ներսիսյանը մարդ է, որը ըստ վերջերս հրապարակված ձայնագրության ստիպել է իր ենթակային հայ առաքելական եկեղեցու հոգեվորականին, որի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում, ստիպել է, որ իր մոր հետ գնա եւ իշխանությունների դեմ հանրահավաքանի։ Ըստ այդ ձայնագրության, ընդ որում ձայնագրություն, որը չի հերքվել, ասեմ ավելին, հաստատվել է Մայրաթորի կողմից։ Կտրիչ Ներսիսյանը մի մարդ է, որի զարմիկը ըստ առաջադրված մեղադրանքի ստիպել է հոգեվորականներին մասնակցել հանրահավաքների։ Եվ օզարմանք այդ հոգեվորականը ըստ մեղադրանքի Տեր Արամն է այդ թվում, որին այսօր կարգալույծ արեցին։ Մյուս հոգեվորականը, որին ասեցի մյուս ձայնագրությունից ելնելով ստիպել էին Տեր Հայր աղանը, նույնպես այնպեսի պայմաններ են ստեղծել իր համար, որ ինքը լքի հոգևոր ծառայությունը։ Եվ հաշվի առնելով այս ամբողջ համախումբը, պետք է ուղղակի կարծում եմ պետք է ուղղակի համակերպվի Կտրիչ Ներսիսյանը այն փաստի հետ, որ ինքը կաթողիկոս չէ եւ չի կարող լինել, չի կարող հայ ժողովրդի կարևորագույն սրբազան ինստիտուտի գլուխը լինել ուխտազանց մեկը, չի կարող հայ առաքելական եկեղեցու գլուխը լինել մեկը, որ այլ անձանց ստիպում է անել բաներ իրենց կամքին հակառակ։ Ուղղակի չի կարող։ Եվ առաջարկում եմ Կտրիչ Ներսիսյանին սկսել հավաքել իր իրերը, որովհետև ինքը ոչ միայն պիտի լքի վեհարանը, այլ նաև ինքը պիտի կարգալույծարվի եւ կարվի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, այսօր երկու կարևորագույն լուր ստացվեց։ Նախ վարչապետը հայտարարեց, որ 2026 թվականի հունվարից պարտադիր զինվորական տարածության ժամկետը 2 տարվանից կդառնա 1.5 տարի։ Սա երկար ժամանակ քննարկված բարեփոխում է եւ մի կողմից մեր քաղաքական ուժի նախընտրական խոստման իրականացումն է, մյուս կողմից կառավարության այս մասով ծրագրի այս մասով իրականացումը։ Մյուս կարևորագույն լուրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստացի հաստատված խաղաղության ուղղությամբ մի էական գործնական առաջընթաց այն է, Ադրբեջանը հայտարարել է, որ վերացնում է Հայաստան-Բեռների տարանցման սահմանափակումները։ Սա կարևոր գործնական քայլ է տարածաշրջանային ապաշրջափակման ուղղությամբ եւ նաեւ ոչ պակաս կարևոր քայլ երկու պետությունների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։ Եվ այս ամենի ֆոնին հայրենի ընդդիմությունը, քաղաքական բովանդակապես սնանկ ընդդիմությունը, կյանքից 0 դաս քաղաց ընդդիմությունը, իմ գործընկեր Հայկ Կոնջորյանի հրաշալի ձևակերպած Ժիգուլի ընդդիմությունը նորից նույն երգն է երգում եւ հուշակեք սիրելի քաղաքացիներ, ինչ բառերով ասկսվում այդ երգը, իհարկե ազգային ճգնաժամի ու կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծ էր օրակարգ բերել հայրենի ընդդիմությունը։ Իհարկե օրակարգը հայտարարությունը տապալվեց, բայց պատկերացրեք, վարդանիկ ծնած քաղաքական առումով վարդանիկ ծնած մարդիկ խոսում են կառավարման ձախողման մասին։ Հայաստանը օրեցօր իրականացնում է խաղաղության ամրապնդման, մեր պետության անկախության հարատևման, մեր տնտեսության զարգացման օրակարգը։ Եվ այս ամենին ընդդիմությունը ունի այլընտրանք, որը եթե պարզ ձևակերպենք հետևյալն է։ Տվեք մեզ իշխանություն, եւ մենք խոստանում ենք ամենալալահառաջ երկերի ներքո շարունակել լափել ձեր փողերը, ձեր ու ձեր երեխաների ապագան, վերացնել ու նվիրաբերել Հայաստանի անկախությունը։ Խորհրդարանական Ժիգուլի ընդդիմություն չի լինելու դա, իսկ լինելու է խաղաղություն եւ մարգավաճում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք այսօր առավոտվանից շատ սահուն կերպով քննարկում ենք մեր հերթական նիստերի օրակարգը։
եւ տարբեր բաների մասին ենք խոսում, այդ թվում եւ ընդդիմությունը, բայց ես ուզում եմ հիշեցնեմ, թե ինչպես ավարտվեցին մեր նախորդ նիստերը։ Եթե հիշում եք, եւ հիշեցնեմ մեր քաղաքացիներին, որ ընդդիմությունը նախորդ նիստերի ավարտին փախավ ազգային ժողովից։ Բարի բուն իմաստով փախավ, չբոյկոտեց 20 րոպե ընդմիջում վերցրեց եւ փախավ, եւ հիշեցնեմ, որ մենք քննարկում էինք խաղաղության հաստատումը ողջունող ազգային ժողովի հայտարարության տեքստը, եւ ես մեծ հույս ունեի, որ այսօր առավոտ ընդդիմությունը, որ այսպես շատ པարզ երեսով եկել նստել է դահլիճում, ինչ որ մեկնաբանություն կտա, թե ինչու փախավ նիստերի դահլիճից, եւ հիմա եթե խոսելու են, իհարկե այսօր այնպես մի շատ մարդաշատ չեն, բայց եթե խոսելու են, թող իրենց վարկածն ասեն, բայց ես կարող եմ ձեզ օգնել, դուք նիստերի դահլիճից չփախաք, դուք խաղաղությունից եք փախնում, որովհետև խաղաղությունը անհամատեղելի է ձեր քաղաքական կյանքի հետ, որովհետև դա ձեր միջավայրը չէ, ձեր միջավայրը կոնֆլիկտն է, որովհետև եթե մի փոքր հույս կա, որ դուք կարող եք գաք իշխանության կամ նույնիսկ ընդդիմություն դառնալ, դա կոնֆլիկտի միջավայրն է։ Կոնֆլիկտի միջավայրում դուք առավել հաջող կարող եք կաշառակերությամբ զբաղվել, բայց խաղաղությունը ցավոք սրտի ձեզ համար ինստիտուցիոնալանում է եւ գործընկերս արդեն նշեց այսօրվա լուրի մասին, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման նկատմամբ սահմանափակումները հանվում են, ինչը կարևոր է խաղաղության ինստիտուցիոնալ դառնալու առումով, եւ այսպիսի լուրերը շատանալու են ի հեճուկս ձեզ, առաջիկա ամիսներին շատանալու են եւ ձեր վիճակը ավելի բարդ է լինելու։ Բայց ես ձեզ համար լավ լուր ունեմ, եթե մի 6-7 ամիս դիմանաք, ես կարծում եմ Հայաստանի ժողովուրդը ձեզ կազատի այս տառապանքներից եւ դուք ստիպված չեք լինի ազգային ժողովի նիստերի դահլիճում դիմադրել խաղաղության եւ խաղաղության արդյունքներին։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ եւ շատ սիրելի քաղաքացիներ։ Այսօր առավոտվանից մեր ընդդիմադիր գործընկերները այս դահլիճում եկել եւ ստանձնել են ենթադրյալ կաշառակեր Վարդանիկի պաշտպանի դերը։ Որևէ մեկը մեր աջ կողմում նստած գործընկերներից չեկավ այս ամբիոնի մոտ եւ չխոսեց հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրության մասին, ձայնագրության բովանդակության մասին։ Տպավորություն է, որ Վարդանիկ ինչ-որ աստվածահաճո գործ է կատարել եւ մենք ապիկալ իշխանություններս գալիս եւ քննադատում ենք վերջինիս եւ չենք գնահատում իր կատարած աշխատանքը։ Միգուցե ձեզ համար իրականում կաշառակերությունը աստվածահաճո գործ է։ Ես վստահ եմ, որ այդպես է, որովհետև տարիների ձեր աշխատանքի փորձը դա մեզ վստահեցրել է։ Բայց ուզում եմ ասել, որ այսօր մեր իրավական պետությունում, մեր ժողովրդավար պետությունում, ինչպես իմ գործընկերն է նշում, կաշառակեր Սրիկայի տեղը բանտն է։ Ուզեք թե չէ։ Միգուցե այս ամբողջ process-ը, ինչպես ամիսներ առաջ բացահայտված ահաբեկչությունը օրհնված էր կտրիչի գլխավորությամբ, միգուցե այս Վարդանիկի կաշառակերությունն էլ էր օրհնված, բայց ստիպված եք համակերպվել իրականության հետ։ Տիկին Գյուրեղյան, այդ որ գալիս ասում եք ընդդիմադիր քաղաքապետի հանդեպ ինչ-որ ճնշումներ, քաղաքական ճնշումներ, չգիտեմ ինչ, հարձակում ժողովրդի ձայնի վրա, ինչ ձայնի մասին եք խոսում։ Վարդան Ղուկասյանը չի ընտրվել Գյումրու քաղաքապետ։ Ես անընդհատ սա կրկնելու եմ բոլոր հարթակներից, որովհետև դա է իրականությունը։ Վարդան Ղուկասյանին դարձրել են քաղաքապետ Սերժա Քոչարյանական խունտայի ներկայացուցիչները։ Ուր է Մարտուն Գրիգորյանը։ Ձեր գործընկերոջը մի հատ հարց եղեք դուք։ Իմ հնչեցրած հարցերին չի պատասխանում։ Դուք հարցրեք, միգուցե ձեզ պատասխանի։ Երեք ինչ-որ հայտարարություն էր տարածել իր սոցիալական էջում, մոտավորապես բովանդակությունը հետևյալն էր։ Ես ձեզ ասում էի, չէ՞ որ Վարդանիկին պետք չէր դարձնել քաղաքապետ, բայց ում էր ասում այդ մարդը, ես մինչև այս պահը չեմ հասկանում։ Ում հետ է կռիվ տալիս, եթե ինքն է դարձրել ենթադրյալ կաշառակերին Գյումրու համայնքապետ։ Գիտեմ, որ սա ամենահեշտ ձևն է պատասխանատվությունից խուսափելու, բայց նույն Մարտուն Գրիգորյանը եւ մնացածը պարտավոր են հասկանալ եւ ընդունել, որ իրենք ուղիղ պատասխանատվություն են կրում Վարդանիկի արած յուրաքանչյուր քայլի համար։ Շատ եք ասում աջակիցները դրսում պաշտպանում էին Վարդանիկին։ Ես այս ամբիոնից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, Վարդան Ղուկասյանը Գյումրիում չունի մեծաթիվ աջակիցներ, ինչպես փորձում եք ներկայացնել դուք։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին Հայաստանում բացահայտվում են պետության եւ քաղաքացու դեմ ուղղված երևույթներ։ Դեռ չենք հասցրել մարսել, որ հոգեվորականները եկեղեցին խառնել են ընդդիմադիր հարթակների հետ եւ մարդկանց վրա ճնշումներ են գործադրել ստիպելով ցույցերի գնալ, այսօր արդեն ականատես ենք լինում կոռուպցիոն դրսևորումների վերադարձի փորձին։ Մեր իշխանության գլխավոր խնդիրներից մեկը համակարգային կոռուպցիայի արմատախիլ անելն էր ու դա հաջողվել է իրականացնել, բայց այսօր ղեկավար մակարդակով Գյումրիում մարդիկ մեղադրվում են հին ու բարի կոռուպցիոն
կոռուպցիոն մեխանիզմները վերականգնելու փորձերի համար։ Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Բացառված է։ Վարդանիկների ու նրանց մեթոդների ժամանակն անցել է, ու եթե նախկինում կարող էին այսպիսի բաներ անել եւ ընտրություններին իրենց հպատակությամբ այնպես անել, որ աչք փակեն, ապա հիմա իր սիրելի նախկին իշխանությունների ժամանակը չէ։ Մի հայտնի միտք կա, մարդը չի փոխվում, նա պարզապես սովորում է կոռուպցիան ավելի նուրբ ձևով անել։ Վարդանիկը անգամ դա չէր սովորել։ Մենք այս մասին զգուշացրել ենք, ցավոտ սրտի մեր սիրելի հայրենակիցները ականջալուր չեղան, մի մասը մտածեցին, թե Վարդանիկը փոխվել է, մյուս մասը մտածեցին, թե Մարտունը կամ մյուսները Վարդանիկին ձայն չեն տա, բայց արդյունքում ստացանք միութենիստ Վարդանիկ։ Եվ եթե կաշառքի փաստը վերջնականապես հաստատվի, ապա կարելի է ասել, նա իր հեղափոխությունն արել է վերադարձնելով իր սիրելի բարքերը։ Այս ամենը իհարկե անպատասխան չի մնում, չի մնալու, եւ ահա այսպես ցանկացած փորձ հանդիպելու է պետության եւ իրավապահների դիմադրությանը։ Ընդդիմությունը եւ իրենց ձևով ինչ-որ մանր-մունր ուժեր ջանք չխնայելով պաշտպանում է կաշառքի գործով ձերբակալվածին։ Այս բոլորին պետք է հատ-հատ հիշել։ Նրանք Հայաստանում կաշառքի եւ կոռուպցիոն երևույթի պաշտպաններն են, նրանք քրեական ենթամշակույթի կրողներն են, խաղաղությամբ հաստատուղթը վատագույնը համարողներն ու նոյեմբերի հաջորդած ծեծ ու ջարդի քավորները։ Այս մարդիկ իշխանությունը ցանկանում են որպես միջոց շարունակելու այն ամենը, ինչ արել են տարիներ շարունակ՝ կոռուպցիա, թայֆայաբազություն, թալան, ճնշումներ։ Այսօր ով պաշտպանում է Վարդանիկներին եւ որոշ քաղաքական հոգեվորական մաֆիային, պաշտպանում է այս մոտեցումները, բայց մենք ասում ենք չեք հաջողելու։ Ընտրությունները սարերի ետևում չեն եւ արդեն այսօր պարզ է դառնում ով է ուզում խաղաղություն, ով է շահում պատերազմից, ով է կառուցում, իսկ ով քանդում։ Ժողովուրդը տեսնում է, հիշում է եւ ընտրելու է նոր Հայաստանը, ոչ թե հինը։ Շնորհակալություն, հարգելի փոխնախագահ, սիրելի քաղաքացիներ, ինձ թվում է ընդդիմությունը գոնե կհասկանա ու կգիտակցի, որ Վարդանիկին իր հետաստիճանի պաշտպանությամբ ու սրբադասմամբ ինչ-որ մի վատ բան է անում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, վատ բան է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, բայց չէ, ինչպես ասում են, որովհետև Վարդանիկը ընդդիմության համար օտար մարմին չի, Վարդանիկի արարքը ընդդիմության համար օտար չի, Վարդանիկը դասական սերժակոչայանական գործիչ է, Վարդանիկի արարքը կաշառք պահանջելը ինչ-որ մեկից, դասական սերժակոչարյանական գաղափարական ծիրին հարիր արարքա, պատիվ ունեմը պուն, եկել է այստեղից բանա խոսում այդ մարդկանց շտաբի պետը դատվել է, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կա, շտաբի պետը պատիվ ունեմի, դատվել է 21 ընտրություններում փող բաժանելու համար։ Հայաստան խմբակցությունը չգիտեմ արդեն ինչքան մարդ կա, առհասարակ ձեր քաղաքական թիմի հետ առնչվող, որ հենց այս պահին անցնում է 1000 մի գործով կամ արդեն իսկ վերադարձել է պետությանը իր լափածը։ Ինչքան մարդ կա։ Դա մալը Վարդանիկը ձեր համար օտար չի, բայց Տիկին Քյուրեղյան, որ գալիս եք ստեղ ասում եք ժողովրդի քվեն, խնդրում եմ ինձ բացատրեք տրամաբանություն։ Եթե Մամիկոն Ասլանյանը Վանաձորում ընդամենը ստանալով 30% ձայն, եթե չեմ սխալվում, 30% ձայն չստանալով մեծամասնություն, ընտրված համայնքապետ է, եթե ձեր լոգիկայով, ապա այդ դեպքում ձեր լոգիկայով ո՞նց է ստացվում, որ Վարդանիկն է Գյումրու համայնքապետը, այլ ոչ Սարիկ Մինասյան։ Ձեր լոգիկայով դուք պետք է Սարիկ Մինասյանին համարեք Գյումրու համայնքապետ։ Չէ, Տիկին Քյուրեղյան, խնդրում եմ տեղից մի ընդհատեք։ Ձեր լոգիկան հուշում է հետևյալը. եթե մարդը չի հավաքում 50+% ձայն, բայց առաջին տեղն է գրավում, ավտոմատ դառնում է համայնքապետ։ Եթե այդպես է, Վարդանիկը вообще համայնքապետ չի, առհասարակ Վարդանիկը համայնքապետ չի, որտեղ ինքն իր կերպարով չի կարող համայնքապետ լինել, այսինքն կարա, բայց մենակ այն դեպքում, երբ որ երկրում քոչայանական կարգերն են, երբ որ ինքն ու իր ու Մարտուն Գրիգորյանի տլանները կարան իրար սպանեն, ոչնչացնեն, բան անեն, հետո իհարկե քվյարկեն իրար օգնին, որտեղ ոչինչ այդքան թանկ չի, նույնիսկ եւ այդ բոլոր դաժանությունների հետ կապված հիշողություններն ու մնացածը, որքան իշխանության այսքան մի պտղունցը, որն էլ իր հերթին պետք է օգտագործել ինչի համար, լափի, հասարակ լափի համար է պետք օգտագործել։ Այսինքն մի հատ էլ հասկանանք էլի իրողությունը։ Մարտուն Գրիգորյանը գնացել է Գյումրիում, ընտրել է համայնքապետ Վարդանիկին, որի կլանը սպանել էր իր ամենամերձավոր ընկերներին, որպեսզի Վարդանիկը այդ իր քաղաքապետ լինելը ծառայեցնի 4 միլիոն դրամ կաշառք ուզելու։ Էտա, ու պատիվ ունեմի են Տիկին պատգամավորը, լավ հուշեցիք, պարոն Ռուբինյան, շնորհակալ եմ։ Տիկին պատգամավորը լավ կանի, սա հասկանա։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ ասուլիսում ցույց տվեց իրական դեմքը, բացահայտելով, թե որքան է ատում հայ ժողովրդին, Հայաստանի անկախությունն ու ժողովրդավարությունը։
Նա առանց ամանչելու հայտարարում է, որ իր հաճելի չէ շփվել ժողովրդի հետ, շրջել Հայաստանում եւ այդ կերպ վիրավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այս մարդը մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ, խոստովանում է, որ հենց ինքն է Հայաստանը դարձրել բանակցությունների առարկա, պատրաստ լինելով մեղրին փոխանակել Ղարաբաղի դիմաց։ Օգոստոսի 8-ի փաստաթուղթը Հայաստանի շահը զրոյի է հավասարեցնում, անտեսելով մեր պետության համար կենսական երկու գործոն՝ խաղաղությունը եւ ապա շրջափակումը։ Այդպես են վարվում ոչ թե պետական մտածողություն ունեցող առաջնորդները, այլև նրանք, ովքեր գործում են օտար շահերի համար։ Քոչարյանը նույնիսկ միեդի վճիրն է խեղաթյուրում, մեղքը գցելով Սերժ Սարգսյանի վրա, ասելով՝ դե թող բացահայտեր։ Բայց բոլորս գիտենք, հենց նա էր, որ բանակ բերեց մայրաքաղաք, հրաման տվեց կրակել ժողովրդի վրա եւ զրկեց 10 քաղաքացուն ապրելու իրավունքից։ Սա է իրական պատկերը, մարդ, որ նախագահ էր, բայց գործեց բռնապետի պես։ Սիրելի քաղաքացիներ, ցավալի է, բայց մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներսում եւս կան մարդիկ, ովքեր մոռացել են իրենց առաքելությունը։ Կտրիչ Ներսիսյանը, ով փորձում է իրեն կաթողիկոս հռչակել, կանգնել է թալանչիների քրեաօլիգարխիկ համակարգի կողքին, եկեղեցին դարձնելով մաֆիայի ապաստարան։ 2008 թվականին նա չկանգնեց ժողովրդի կողքին, չկանխեց արյունահեղությունը, բայց այսօր օրնում է ռոբասերժական խմբակին։ Բայց բոլոր այս ուժերը մի բանից են վախենում՝ օրենքի գերակայությունից, բայց հենց դրանից պիտի սկսվի Հայաստանի ապագան։ Մենք այլևս չունենք վախենալու իրավական պետությունից, որովհետև հենց այն է պաշտպանում քաղաքացուն բռնությունից եւ անարդարությունից։ Թող բոլորը հիշեն, հայ ժողովուրդը այլևս չի ենթարկվելու ոչ բռնապետին, ոչ կեղծ հոգևոր առաջնորդին։ Հայաստանը լինելու է օրենքի, արդարության եւ իրավական երկիր։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Դին Գալստյան, ինչ լավ որ այստեղ եք, ձեր համար եմ մնացել, գիտեք չէ՞, որովհետեւ առավոտվանից կրկին մանիպուլյացիաներ կապված ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման հետ կապված։ Ուրեմն ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգումը վերջին 20 տարիների ընթացքում առաջինը չի։ Եթե ուշադրություն դարձնեք, հուշասյան ամբողջ արտաքին շերտի քարերը 2014-15 թվականին փոփոխվել են։ Այն նույն տրամաբանությամբ, որով հիմա վերանորոգվում է հուշահամալիրը։ Մի վարքանել ես ավարտեմ։ Հիմա նախագիծը իրականացվում է հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանի կողմից պատրաստված, Սաշուր Քալաշյանն է եւ այն նախագիծը, որպես հաստատություն, որը ի սկզբանե եւ կառուցել է հուշահամալիրը եւ պատասխանատու է վերանորոգման համար, իրականացնում է այդ աշխատանքները։ Հուշահամալիրը, բացի նրանից, որ մեզ համար կարևոր, կրկնում եմ, կարևոր էմոցիոնալ զգայական կոթող է, նաեւ ինժեներական կառույց է, որը պարբերաբար վերանորոգման կարիք ունի։ Եվ այդ վերանորոգման կարիքը նոր տեխնոլոգիաների հիման վրա շատ կարևոր է։ Մենք մեղադրում ենք ըստ էության, հիմա մենք չէ, դուք մեղադրում եք հուշահամալիրի հեղինակին կամ համահեղինակին, նրա մեջ, որ ինքը վերանորոգում է իր իսկ կողմից, իր իսկ նախագծով պատրաստված հուշահամալիր։ Ինչ է տեղի ունենում, բացի էմոցիոնալ դաշտ տեղափոխելուց խնդիրը, բացի նրանից, որ դուք փորձում եք ներկայացնել վերանորոգումը, ընդ որում եթե ուշադրություն դարձնեք, վերջի շրջանում հսկայական քանակությամբ վերանորոգումներ են եղել։ Այդ թվում օրինակ Միջնադարյան ու Շևախ Միջնադարյան եկեղեցիների ոչ բոլոր դեպքերում կներեք էլի, պահպանելով այն ստանդարտները եւ այն մոտեցումները, որոնք անհրաժեշտ են վերանորոգման համար։ Հիմա հարցը հանգում է հետեւյալին. հուշահամալիրը վերանորոգվում է, սա առաջի դեպքը չէ, որ հուշահամալիրը վերանորոգվում է։ Հանրության համար ավելի հստակ տեղեկություն փոխանցելու համար պետք է ասել հետեւյալը. վերանորոգվում է, որովհետեւ անձրևաջրերի եւ եղանակային տատանումների պատճառով այդ արտաքին շերտը քարերի կարող է վնասվել եւ դրանք պարզապես պետք է վերանորոգել, վերականգնել հուշահամալիրի այն տեսքը, որը գոյություն ունեցել այն ժամանակ, երբ որ վերջինս կառուցվել է։ Ինչ վերաբերում է ձեր կողմից մատնանշված 100-ից ավել ճարտարապետների նամակին, մի հատ հարց եմ ուզում վերջիներից տամ, էլի։ Ես Երևանում վերջ 30 տարվա մեջ այդ կամ բան քանդվեց, վերացավ, ոչնչացավ, մշակութային շերտեր վերացավ, քանի ճարտարապետ եւ քանի բան դատապարտեց։ Եվս մեկ անգամ, վերահաստատում եմ, որ խոսքը գնում է ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման մասին, առանց որևիցե արտաքին փոփոխության։ Չգիտեմ ինչի համար եք դուք բարձրացել այս էմոցիոնալ, չգիտեմ, աղմուկը։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Վերջերս լսեցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որտեղ կային շատ խնդրահարույց արտահայտություններ, իդեպ մի քանիսը մատնանշեց գործընկերս։ Մասնավորապես ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը օգտագործեց
երբ ես զբաղեցնում էի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը եւ այլն, փաստորեն դրանից կարելի է եզրակացնել, որ Ռոբերտ Քոչարյանը ենթագիտակցորեն ընդունում է, որ չի եղել իրապես ժողովրդի կողմից օրինականորեն ընտրված նախագահը։ Պարզապես որոշակի ժամանակահատվածում ընդամենը զբաղեցրել է երկրի առաջին դեմքի պաշտոնը։ Պարոն Քոչարյան, միթե սա էլ չի խոսում այն բանի մասին, որ դուք մասամբ կտրված եք եղել եւ կտրված եք մինչ օրս մեր երկրի եւ ժողովրդի իրական կյանքից եւ խնդիրներից։ Միթե այս վերջին շրջանի իրողությունները, բարոյազրկված հոգեվորականների, Գյումրիում տեղի ունեցած դեպքերի եւ այլ հայտնի դեմքերի ձերբակալությունները, այսօր էլ քաղաքական նոր ձևավորված շարժումը մեր ձևով է, երբ փորձ է անում հին մեթոդներով իշխանության գալ, փոխկապակցված չեն արդյոք ձեր ժամանակահատվածի կառավարման տրամաբանության հետ։ Համաձայն չեք արդյոք, որ իրավական երկրում տեղ չպիտի ունենան ապօրինությունները, չարաշահումները, հովանավորչությունները եւ բոլորը պիտի հավասար լինեն օրենքի առջեւ։ Միայն ու միայն այս ճանապարհով մեզ կհաջողվի կառուցել իրապես ազատ, անկախ, հզոր եւ բարեկեցիկ պետություն, տնտեսական եւ սոցիալական արդարության, հավասարության հստակ բաղադրիչներով։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, հեշտ է տրվել ընդդիմության մանիպուլյացիաներին, բայց կարծում եմ իշխանությունը ճիշտ օրակարգ է ձևավորել եւ այս օրակարգով շարժվում։ Շնորհակալություն։ Եվ կարծում եմ, որ մենք չպետք է տրվենք եւ մանիպուլյացիաներին եւ սադրանքներին։ Մենք բարբերաբար մեր հանձնաժողովի պատգամավորներով մարզային այցեր ենք կատարում եւ այս այցերի ընթացքում բազմաթիվ խնդիրներ ենք արձանագրում եւ ինձ մոտ ինչ որ պահի նաեւ հարցեր առաջանում արդյոք երբ է գալու այն պահը, երբ մենք այցերի ընթացքում ոչ միայն արձանագրելու ենք այն խնդիրները, որոնք տասնյակ տարիների ընթացքում ձևավորվել են, այլ մեր իշխանության գալուց հետո այլևս մենք դրանք Շնորհակալություն։ Այլևս մենք դրանց լուծմանն ենք ականատես լինելու եւ վերջին երկու այցերը, որոնք Արարատի մարզ էին, Արարատի եւ Սյունիքի մարզեր էին, այստեղ մենք Արարատի մարզում եւ Սյունիքի մարզում արձանագրում ենք այն 7 տարիների հարցերը, խնդիրները, որոնց եւ այցի ընթացքում այլևս գյուղացիները մեզ ծանոթացնում են դրանց լուծումներին եւ սա կարծում եմ հենց մեր այն օրակարգն է, որը մենք 7 տարի առաջ ձևավորել ենք եւ նույն ուղղությամբ գնում ենք եւ երբ որ օրինակ Սյունիքի մարզում կարող է ճանապարհաշինության մեջ 1 միլիարդից ավել դոլար ներդրվել եւ այստեղ հյուսիս հարավը կառուցելու համար մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի մենք արագ ունենանք այն, կարծում եմ այս աշխատանքի մի մասն է կազմում եւ երբ գյուղերում մենք ծանոթանում ենք այն ծրագրերին, օրինակ կոոպերատիվներին, որոնք Մեղրի տարածաշրջանում սկսել էին իրականացնել, դա խոսում է նաև մեր տեսլականի մասին, թե մենք ինչպիսին ենք տեսնում Հայաստանի մարզերի զարգացումը եւ այս առումով կարծում եմ, որ այն ճանապարհը եւ այն խնդիրները, որ մեր ճանապարհին, իշխանության ճանապարհին փորձում են ստեղծել ընդդիմության ներկայացուցիչները, պետք է հստակ գնահատականներով եւ որոնք տրվում են եւ քաղաքական գնահատականները մեր կողմից եւ իրավապահների հստակ գործողությունները, որոնք իշխանությունից բացարձակ անկախ իրականացում են, կարծում եմ պետք է նույն ուղղությամբ շարունակել։ Այո, պարոն Ռուբինյան, բոլոր կաշառակերները պետք է հայտնվեն բանտում եւ շարունակեն իրենց պատիժը կրել համապատասխան վայրերում։ Շնորհակալություն։ Ամեն։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալ, մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, ես հայտարարությունների ժամն ուզում եի օգտագործել մեր քաղաքացիների հետ խոսելու կարևոր թեմայից, որը կարծում եմ հատկապես մեր գյուղատնտեսներին կհետաքրքրի, խոսքը գյուղատնտեսության ապահովագրության մասին է, բայց այս թեման կթողնեմ հետոյի, որովհետև այսօր առավոտվանից քննարկում ծավալվեց մի, ինչպես իմ գործընկերը ճիշտ նշեց, մեռելացի նախագծի շուրջ, որով հիմա արդեն խոսքը սողում է մեր խորհրդանական ընդդիմության ընտրողներին։ Սիրելի ընտրողներ, ձեզ խափել են արդեն 4 տարի եւ շարունակում են խափել, ձեզանից քվեկորձելով եկան խորհրդան ասելով, որ գնում ենք քաղաքացիական պայմանագրին մաշելու եւ դուրս շպրտելու խորհրդանից, այսօր տեսնում ենք մենք կանք, սահուն հասնում ենք 26 թիվ եւ այսպես իմիտացիա անելով, որ գործողություններ են անում իբրև թե մեծ իշխանությունից զրկելու, հավատացեք, այդ ամենը իմիտացիա է, որովհետև իրենք էլ շատ լավ գիտեն, որ նախաձեռնությունները, որ իրենք իրականացնում են, դրանք չեն կարող որևէ տրամաբանական լուծման հանգել, ինչու, որովհետև
խորհրդանական ուրեմն ուժերը չունեն բավարար թվականակ իրականացնելու այն գործընթացը, որը կոչվում է վարչապետի վստահություն հայտնել շատ բարձր պատճառով, ուղղակի իրենց թվականակը չի բավարարում նման որոշում բերելու եւ որոշում բերելու դեպքում էլ չունեն միասնական տեխնացու, իսկ այսօր առավոտյան մեզ ինչ էին ներկայացնում օրենքի նախագիծ ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին։ Եթե կառավարությունը ձախողել է, դրա պատասխանը կտան մեր ընտրողները 26 թվականի ընտրություններին, բայց բերել օրենքի նախագիծ եւ դրանով ասել, որ վարչապետի իմիջմենթի հարց են քննարկում, սա ուղղակի խաբեություն է։ Նախագիծը հրապարակել է, շրջանառվել է որպես պատիվ ունեմ խմբակցության նախագիծ։ Հեղինակը, այսինքն հիմնական զեկուցողը ներկայացնում է որպես հանրապետական կուսակցության խմբակցության նախագիծ, նման բան գոյություն չունի, ազգային ժողովում չկա նման խմբակցություն, ավելին չէր կարող իմպիչմենթի այդ անվստահության գործընթացը ավարտին հասնել, որտեղ իրենք հստակ գիտեն ոչ որոշում բերելու թվականակ ունեն։ Առավել եւս, եթե անգամ անկախ падգամավորներից մեկին էլ համոզեին եւ տակը ստորագրեր այդ 36-ը ապահովեին, չէին ունենա 54 ձայն, որն անհրաժեշտ էր վարչապետի փոփոխությունը կամ անվստահությունը անելու համար։ Հասկացան այս ժամանակահատվածում, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից չեն կարող որևէ ձայն գործել, բայց իրենց պետք է ցույց տալ, որ իրենք մանդատը իզուր չեն վերցրել, եկել են ինչ-որ բան անելու, ինչ-որ գործողություն ցույց տալու, որովհետև սա ոչ այլ ինչ է, քան ընկեր փանջունիություն, որով նրանք զբաղվում են եւ ժողովրդի աչքին ուղակի թոզ են փչում։ Ես խնդրում եմ, հարգելի ընտրողներ, նրանք ովքեր իրենց ձայնը տվել են ակնկալիքով, որ որևէ փոփոխություն կբերի քաղաքական ընդդիմությունը, խորհրդանական ընդդիմությունը, լայն բացեք ձեր աչքերը 26 թվականի ընտրություններից առաջ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ մեր գործընկեր Տիկին Գյուրեղյանը այստեղից հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դեսպանատներին եւ միջազգային կառույցներին, որոնք զբաղվում են ժողովրդավարության հարցերով, խնդրում էր ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե Հայաստանի Հանրապետությունում ոտնահարվում է ժողովրդավարության սկզբունքները։ Այստեղ ինչն է խնդիր։ Իզուր մի դիմեք Տիկին Գյուրեղյան, որովհետև Հայաստանի Հանրապետության դեսպանատները եւ միջազգային կառույցները հստակ տեսնում են, որ Հայաստանի Հանրապետությունում կա ժողովրդավարություն եւ այդ ժողովրդավարության համար ջանք ու եռանդ չեն խնայում հենց այս իշխանությունները։ Բոլորովին այլ խնդիր է, որ մենք եւ դուք ժողովրդավարությունը տարբեր կերպ ենք ընկալում։ Մենք ժողովրդավարությունը ընկալում ենք որպես ժողովրդավարություն։ Դուք ժողովրդավարությունը ընկալում եք որպես ամենաթողություն։ Եվ եթե դուք մեզ մեղադրում եք չափից շատ ձեր կողմից ասած 37 թվի միջոցները կիրառելու մեջ, ապա շատ շատերն էլ մեզ մեղադրում են, որ մենք այսքան ժողովրդավար ենք։ Եվ վերջերս Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ֆորում տեղի ունեցավ, այնտեղ էին նաև քաղաքասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, բազմաթիվ դեսպաններ, որոնք նշեցին, որ Հայաստանում կա ժողովրդավարություն։ Իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը նշեց, որ ժողովրդավարությանը զուգահեռ կա նաև ժողովրդավարության զոհեր եւ Հայաստանի Հանրապետությունում որքան էլ որ տարօրինակ է ժողովրդավարության զոհերը մենք ենք։ Ես իհարկե զարմացա, որ այսօր հենց դուք խոսեցիք Գյումրու տխրահարչակ քաղաքապետի մասին, որտեղ ես եթե չեմ սխալվում, ձեր ֆրակցիայում շատ կան շիրակից պատգամավորներ, ենթադրում եմ, որ նրանք պիտի խոսեին, բայց գուցե նրանք իրենց հետ ավելի ազնիվ են եւ հասկացել են, որ Գյումրու չընտրված քաղաքապետի մասին մեծ առումով խոսելու բան չկա։ Եվ ես երկար մտածել եմ Տիկին Գյուրեղյան ձեր ֆենոմենի մասին եւ հասկացել եմ, որ դուք պարզապես մեր ամենամեծ ֆանատն եք։ Դուք չեք ուզում, որ մենք սխալվենք, ձախողենք, դուք ուզում եք, որ մենք բոլոր աշխատանքները կատարենք ժամկետների մեջ, որովհետեւ այլ դեպքում Հայաստանի Հանրապետության ապագան դառնում է խիստ մշուշոտ եւ մոտավորապես տեղավորվում է միութենական պետության սահմաններում, ինչպես նշել է ձեր թիմի քաղաքական առաջնորդը։ Այսօր ժամը 10-ից ազգային ժողովը վերսկսել է իր Քարորյան եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ոչ մի ինդիմադիր պատգամավոր չի մոտեցել այս ամբիոնին եւ չի դատապարտել Գյումրու չընտրված քաղաքապետի գործելավոճը եւ գործունեությունը։ Ինչ վերաբերում է Մերձավանի դեպքերին, եթե ձեր ֆրակցիան նախորդ անգամ խափելով 5-ի B-ի նման դասից չփախներ, ապա կիմանար, որ մենք ոչ միայն քննադատել ենք եւ դատապարտել ենք Մերձավանի դեպքերը, այլև դատապարտել ենք իրավապահ համակարգի աշխատանքը։ Բայց ավաղ։ Եվ ուրեմն բոլոր նրանք նախկին թե ներկա կլինեն, ովքեր որևէ խնդիր կունենան օրենքի հետ, նրանց մեծ սիրով կայցելեն օրենքի տառին եւ համապատասխան Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները։ Եվ Վարդանիկի նման վազքով բոլոր նրանք, ովքեր որ խնդիր ունեն դարձյալ օրենքի հետ, կհայտնվեն իրենց սիրած վայրում։ Եվ արդեն տևական ժամանակ է, մենք այստեղ ավարտում եմ, արդեն տևական ժամանակ է այս դահլիճում մենք արկախված ենք պահում այն հարցը, որ այս քաղաքական ուժերի հոգեզավակ Վարդանիկը հայտարարել էր, որ ով դեմ է միութենական պետությանը, նա Սրիկա Շան որդի է։ Ես այդպես էլ չլսեցի որևէ մեկից, նրանք համաձայն են սրա հետ, թե ոչ, եւ երեկվանից եւս մեկ հարց, նրանք Վարդանիկին քաղբանտարկյալ համարում են, թե ոչ։ Լիլիթ Մինասյան։ Հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, Միքայել Աջապահյանը ռազմական հեղաշրջման կոչ է անում եւ ընդդիմության եւ լրատվամիջոցների որոշ լրատվամիջոցների համար Միքայել Աջապահյանը դատապարտվում է հայրենասիրության համար։ Տեր Արամը ազատ խոսքի իրավունքն է իրականացնում եւ հայտնում է, որ կան եկեղեցում բռնաճնշումներ, Տեր Արամը կաթողիկոսի կողմից, Կտրիչ Ներսիսյանի կողմից կարգալույծ է արվում։ Վազգեն Գալստանյանը ահաբեկչության պլանավորման փորձ է կատարում ըստ քննչական կոմիտեի եւ համարվում է հայրենիքի կալանավոր եւ հայրենասիրության համար կալանավորված անձ։ Տեր Աղանը, որը Կտրիչ Ներսիսյանի հրահանգը չէր կատարել եւ իր մոր հետ չէր գնացել Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի, կարգալույծ է արվում կամ ուղղորդվում է հերավոր վայրում ծառայության։ Էստոնիայի քահանան ողջունում է վարչապետին
խաղաղությունը եւ ասում է, որ մաղթում է, որ Հայաստանը իր ուղին կշարունակի դեպի Եվրամիություն։ Մայրաթորը զավթածները մայրաթորի էջով հայտարարություն են տարածում, որ դա եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը չի։ Արագածոտնի թեմից պատարագի ընթացքում ժողովրդին ասում են ում է պետք այն երկիրը, որտեղ Սահակ Պարթևին չեն հիշում, որտեղ Մեսրոպ Մաշտոցին չեն հիշում, Վիկտոր Համբարձումյանին չեն հիշում, հայերեն չեն խոսում, քրիստոնյա չի այդ երկիրը, Հայաստանը չի այդ երկիրը, եւ ուղղորդում է քաղաքական քարոզով, որ այդ երկիրը տանողները մենք ենք, էլի, իբր իր պատկերացմամբ ասում է, որտեղ ցեղասպանությունը չեն հիշում։ Եվ Մայրաթորը հայտարարություն չի տարածում այդ մասով, որ դա եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը չի։ Եկեղեցու զանգերն են հնչում Գյումրիում, երբ կաշառակերը բռնվում իրավապահի կողմից, այն դեպքում, երբ պատերազմի 44-օրյա պատերազմի ընթացքում այդ զանգերը այդպես էլ չեն հնչել։ Այս շարքը կարող ենք շարունակել, եւ այս շարքը ցավոք սրտի միայն ես բերեցի էսպայի դրությամբ Մայրաթորը զավթածների Կտրիչ Ներսիսյանի եւ իր շուրջը պատտվող որոշակի խմբակի կողմից կատարված գործողություններ, բայց այս ամենը շատ տիպիկ է նաեւ մեր ընդդիմությանը։ Մեր ընդդիմությունը տարիներ շարունակ եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ավելի շատ բանակցել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար, բայց այսօր միակ վիրավորանքը կամ միակ պիտակը, որ կարող են կպցնել քաղաքացիական պայմանագրին, դա թուրքահապատակն է, ազգադավն է, թուրքերի պահանջը կատարողն է։ Սիրելի հայրենակիցներ, ուղղակի տարանջատեք այս երկու տարբերությունները եւ խնդրում եմ կեղծ բարեպաշտներին տեղ մի տվեք, որտեղ նրանց ձեռքում Աստվածաշունչն է, բայց սրտում կեղծիքը։ Շնորհակալություն։ Հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Աննա Մկրտչյանը լքեց դալիճը։ Ես հարց եի ուզում տալ Աննա Մկրտչյանին, երբ 2024 թվականին իր հայրը որդու հետ, այս դեպքում իր եղբոր հետ, հայր եւ որդի ձեռքի բռնած գնում էին դատախազություն, որպեսզի ապօրինի ծագում ունեցող գույքի, բռնագանձման համակարգի ներդրման արդյունքում այնտեղ վարույթ կար, պիտի պատասխանեին հարցերի, արդյոք նույն կեցվածքով, այս նույն պահվածքով էին գնացել դատախազություն եւ պատասխանում հարցերին, թե գլուխները կախ պատասխանում էին մի շարք հարցերի։ Շատ կուզեի այս հարցի պատասխանը ստանալ։ Անցնելով առաջ, իհարկե չեմ կարող չխոսել Գյումրիում վերջին օրերին տեղի ունեցողի մասին։ Կարդում եի ես Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը, իրական սա հայտարարություն չէր, սա ըստ էության կարծես ինքնախոստովանական գրառում էր եւ ամենայն հարգանքով, բայց մի բարակապակցություն հիշեցի կարդալով Մարտուն Գրիգորյանի ինքնախոստովանական գրառումը, անձի երկվություն բարակապակցությունն եկավ մտքից, որովհետեւ այնինչ ըստ էության մենք ասում ենք Մարտուն Գրիգորյանին ամիսներ շարունակ, նա արտացոլել էր իր գրառման մեջ, ասում էր, ինչ է գրել, ասում է, այ ասողին լսող էր պետք։ Պարոն Գրիգորյան, ձեզ մեռանք ասելով, ասողին լսող է պետք։ Երկրորդ միտքը, որը ցնցեց, շատ պարադոքսալ է դեպ միտքեր, ասում է, ես ասում եի, որ խոցելի տեխնացուի միջոցով քաղաքը ուզում են տանել։ Այստեղ մի փոքր անկեղծ չի գտնվել, կարծում եմ, պարոն Գրիգորյանը, ոչ թե խոցելի երևի ուզեցել է գրառման մեջ ընդգծել ենթադրյալ կաշառակեր, որովհետև խոցելին դարձնում էիք քաղաքապետ, այս ինչ իրարամերժ գործողություններ եք անում պարոն Գրիգորյանի դեպ, իսկապես երկրորդելով Տիկին Պայլյանին, ուր է պարոն Գրիգորյանը, մշտապես կորցնում ենք պարոն Գրիգորյանին։ Սեյրան Օհանյանի հայտարարություններ շատ հետաքրքիր, ասում եմ, մենք սատարում ենք ուշադրություն խնդրում եմ, հարգելի գործընկերներ, գյումրեցիների մեծամասնությանը, ովքեր իրենց ձայնը տվել են Վարդան Ղուկասյանին։ Ստեղ էլ մի տեսակ հիշողության կարծես պրոբլեմ ունենք կամ թվային գիտելիքների, որովհետև ըստ էության ձայներ չեն տվել, մեծամասնության ձայներ չի ստացել Վարդան Ղուկասյանը եւ ինչ մնում է սատարողների Վարդան Ղուկասյանի կարևոր բան եմ ես ուզում ասել, երեք Գյումրիի հրապարակում, Վարդանանց հրապարակում Վարդան Ղուկասյանին սատարում էին պետական հաստատությունների, ավարտում եմ, ղեկավարները, մանկապարտեզների աշխատանքային ժամին իրենց աշխատակազմի ներկայացուցիչների ձեռքը բռնած, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատողները, որոնց կեցվածքը վարքագիծը պիտի ստանա, կարծում եմ, իրավական գնահատական պիտի ստանա, որովհետև աշխատանքային ժամին թողնելով երեխաներին, այսպես ասած մատնելով անտերության, զբաղված էին Վարդանիկ աղաղակելով։ Շնորհակալություն։